Բիզնեսի համար կանխատեսելի պայմաններ ստեղծելու տեսլականով վարչապետ Կարեն Կարապետյանը եղել է ամերիկյան համալսարանում։ Ուսանողները առանց կաշկանդվելու իրենց ստարտափերը ներկայացնելու համար կառավարության աջակցությունն են հայցել։ Հանդիպման վերջում վարչապետը 3 արժեքավոր խորհուրդ է տվել ուսանողներին, որոնք կիրառելու դեպքում երկրի զարգացման 3 գրավականները պատրաստ կլինեն։ Թերեզա Կադաևչյանը Հայաստանի ապագայով մտահոգ երիտասարդների հետ վարչապետի հանդիպման մասին մանրամասներով։ Մեկ ժամվա ընթացքում ամերիկյան համալսարանում ուսանողները գրանցվեցին ու մի ամբողջ դահլիճ լցրեցին։ Հանրապետության վարչապետին լսելու են եկել, նաև հարցեր ունեն տալու։ Վաղվա Հայաստանի իր տեսլականը վարչապետը մի անգամ հնչեցրել է, չի փոխվել, անկախ, անվտանգ, արդար, ինտելեկտուալ։ Սրանց ապահովողը այսօրվա երիտասարդներն են լինելու, որոնք հատկապես պետք է ինտելեկտուալ բաղադրիչի կրողը լինեն։ Կառավարությունը հույսեր է կապում ուսանողների հետ։ Եթե մենք չկարողանանք կիրթ, գրագետ, քաղաքացի ունենանք, մենք լավ երկիր չենք ունենա։ Գրագիտությամբ ու նաև համարձակությամբ աչքի ընկնողները ստարտափեր ունեն։ Հարցերից առաջ խնդրանք, որ կառավարությունն աջակցի։ Վարչապետի հորդորով պատրաստի նախագծեր են բերել։ Միայն թե իրավական խնդիրներ կան, եթե չլուծվեն, մինչև անգամ դատարանի առաջ կկանգնեն։ Նպաստող իրավական բազա չկա, մեզ պատմում է մինչև 10-ից 15 տարի ազատազրկում, քանի որ օրենք չկա։ Արամին Վարդևանյան, մեր մոտ նստել չնստելու գործերով Արամն է զբաղվում։ Հայաստանում որ ոլորտներում է հնարավոր բարեհաջող ներդրում կատարել, ուսանողները վարչապետից են հետաքրքրվում, վարչապետը ուսանողներից պատասխան հարց է տալիս։ Դուք ունեք ձեր պատկերացումը։ Դե կարծում եմ պետք է ուսումնասիրել։ Քանի դեռ ուսանողները չեն պատկերացնում, վարչապետն է պատասխանում։ Նորություն չի ասելու, բիզնեսի համար թափանցիկ կանխատեսելի պայմաններ են պետք։ Դրանով է զբաղվելու տարեսկզբին բացված ռազմավարական կենտրոնը։ Այստեղ որևէ հեծանիվ հորինել պետք չի։ Ընդամենը մենք պետք է ապահովենք այն պայմանները, որտեղ բիզնեսը ծաղկում է։ Մյուս շաբաթ մոտավորապես կձևավորվի պատկերը, թե որ ոլորտներում է հնարավոր ներդրումներ կատարել։ Անգամ մշակույթի հատվածի համար ծրագրեր կան։ Մենք առաջի անգամ մեր մշակույթի նախարարը օրինակի համար մի քիչ այս թեմայից այն թեմանով sense թռնելով ասեմ, հայտարարել է, որ մեր մշակույթը պետք է նույնպես կապիտալիզացնել։ 2017-ը ախտորոշման ու մաքրման տարի է լինելու։ Առանց սրա 2018-ին տնտեսական աճ ապահովել հնարավոր չէ։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, ուսանողներին հետաքրքրում է վարչապետը սեփական կուսակցություն ստեղծելու մասին, մտածում է, թե ոչ։ Նման մտադրություն չկա։ Ինքը հանրապետական կուսակցություն է ընդգրկվել եւ 7 կետով հիմնավորել ինչուները։ Կուսակցությունում պատրաստ են փոխվել եւ փոխել երկրում իրավիճակը։ Այս ուղղությամբ են աշխատելու։ Որոշ փակագծեր եւս բացում են։ Ես ճիշտ ասած որոշել եմ, որ այսօր ուսանողների հետ հանդիպում եմ այլ թեմաներ քննարկեմ, ինձ բերեցի քաղաքական դաշտ։ Երկու խոսք ասեմ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այսօր եւ կարծում եմ, որ դուք կտեսնեք նախընտրական ծրագրի մեջ ֆիքսելու է, որ իր անցած ուղու ժամանակ ունեցել ենք սխալներ։ Սխալներ եղել են օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով։ Եվ կարծում եմ կուսակցությունը, որը դա հայտարարում է, դա բավականին համարձակ քայլ է, որտեղ դուք շատ կուսակցություններ չգիտեք, որոնք դա ասում են, այդ թվում նրանք, որոնք որ եղել են իշխանության մեջ։ Երբ Հայաստանում կին վարչապետ կլինի, հավակնորդներ կան։ Մեր համալսարանը, մասնավորապես մեր ֆակուլտետը, կարծում եմ պատրաստում է համապատասխան կադրեր։ Անպայման կունենանք, համոզված է Կարեն Կարապետյանը։ Երբ կլինի կանխատեսում չեմ կարող անել, բայց ձեզ այդ գործում հաջողություն եմ ցանկանում։ Վերջում 3 խորհուրդ ուսանողներին, իրենց իսկ խնդրանքով, լինել անկախ, ակտիվ եւ սիրել երկիրը։ Սրանք գրավական են, որ վաղվա Հայաստանում չի լինի կոռուպցիա, բիզնեսը կծաղկի, կրթությունն էլ բարձր մակարդակի վրա կլինի։ Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսյան։